Բարև ձեզ։ Մի քանի տեխնիկական փոփոխություններ անենք, համը սպասենք մինչև բոլորը միանան։ Բարև ձեզ, մենք արդեն live ենք։ Բարև ձեզ։ Մեզ որ խնդրեմ իմ առաջին մշտական հարցը տամ, բոլորը լսում են, բոլորը տեսնում եք, խնդրում եմ արձագանքեք chat-ում, մի հատ այոն մեզ հերիքա, որ make sure անենք։ Շատ լավ, ժողովուրդյան, այսօրվա մեր վեբինարը, այն ամենասպասված վեբինարներից է, և մեզ շատ են խնդրել, որ այս վեբինարը անենք, SEO հայկական շուկայի համար, ու ես չգիտեմ պրոմոն տեսել եք այս վեբինարը թե չէ, բայց ասում ենք, որ մենք Lupex-ը հիմնականում Ամերիկայի ու դրսի շուկայի վրա է աշխատում, այսինքն մենք Հայաստանից շատ կլիենտներ չունենք, ու ինչ կլիենտներ ունենք Հայաստանից հիմնականում էլ իրենց մարքետը դրսի շուկայի վրա է, և այսքան ժամանակ ոնց որ մենք չէինք նայել նույնիսկ Հայաստանում ինչ է կատարվում ընդհանրապես ակտուալ է Google-ի search-ը, ակտուալ չի, որովհետև ոնց որ մենք նշել էինք պրոմոյի մեջ, երբ որ ունի ինչ-որ մեկը բիզնես կամ աշխատում ես մարքեթինգի վրա հայաստանյան ինչ-որ կազմակերպությունում, հիմնականում առաջին բանը, որ մտքիդ գալիս է անես, սոշիալներն է, որովհետև բնականաբար մարդիկ շատ ավելի ակտիվ են սոշիալներում, բայց երբեք երևի տենց առաջնային ոնց որ մարքեթինգ միքսի մեջ չի մտնում առաջնային SEO-ն, հա, բայց արի ու տես, որ իրականում բավականին լավ search-եր կան, ու շատ հետաքրքիր observation-ներ ունենք, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնեմ Վահագին, ով արդեն երկար տարիներ աշխատում է Lupex-ում, շատ փորձառու է մասնագետ, հիմնականում զբաղվում է Վահագու on-site-ով, որ օգնելու է այսօր ինձ վեբինարը առաջ տանենք, Վահագնը հիմնական research-ը արել, որ հասկանա ինչեր են կատարվում ընդհանրապես հայկական search-ի հարթակում, և հա, Վահագ ջան, եթե կուզես ողջունողական խոսքեր ասել, արդեն մեզ բոլորը միացել են երևի։ Ողջույն, ոնց որ Մարյանից ներկայացրեց, ես Վահագն եմ, զբաղվում եմ հիմնականում on-site պրոյեկտներով, ու այսօր արդեն խոսենք հայկական շուկայի մասին, թե ոնց SEO-ն առաջ տանել հայկական շուկայում։ So, ինձ երևի սա conversational ինչ-որ մի բան կդնենք, ավելի այս հարթակում, ինձ կարաս ասես Վահագ, ընդհանուր առմամբ, եթե search-երը բաժանենք երկու ուղղության, երկու մակարդակի, հայկական սֆերայում, հա, ինչ search-երը աչքի ընկնում, ինչեր են մարդիկ search անում, ինչ տիպի keyword-ների սեթեր, հա։ Եկեք ուրեմն ես էկրանս կիսեմ ու մի քիչ խոսենք արդեն search-երի մասին, ներկայացնեմ, թե ինչ տեսակի search-եր կան ըստ ինդուստրիաների, հեսա էկրանս կիսեմ, երևում է չէ էկրանս։ Հա, Միջև keyword-ներին անցնելը ըստ ինդուստրիաների նախ կուզեի խոսել նրա մասին, որ երկու տեսակի keyword-ներ ենք այսօր քննարկելու, առաջինը online keyword-ներն են, երկրորդ տեսակը
local keyword-ներն են ու Հայաստանում շատ ավելի բաժանումը local keyword-ների ավելի շատ է, որովհետև on-line բիզնեսները համեմատած Ամերիկայի ավելի քիչ են ու հետեւաբար Google-ը ավելի շատ ասոցացնում է մեր keyword-ները local keyword-ների հետ, հեսա մի քանի օրինակներ կնայենք դրա հետ կապված ու մեկ էլ արդեն տարբեր վարիացիաներ կան keyword-ների, հայատար keyword-ներ, հենց ռուսերեն լեզվով, անգլերեն լեզվով, լատինատար հայերենով, այդ բոլոր փորձել ենք այս լիստի մեջ ներկայացնել այդ բոլոր տեսակի keyword-ները, որ ավելի պատկերավոր լինի, թե ինչ է տեղի ունենում հայկական շուկայում ու ոնց են մարդիկ իրենց դրսևորում Google-ում իրենց ուզածը ման գալուց։ Հիմա եկեք նայենք օրինակ դեղատուն եւ on-line դեղատուն keyword-ների տարբերությունը։ Իրականում միջև կապույտ լինկերին անցնելը կա մի հատ այսպիսի քարտեզ, որտեղ ցույց են դրվում այն դեղատները, տվյալ դեպքում դեղատներից ենք խոսում, որոնք որ ունեն Google My Business account-ը, որտեղ իրանց բոլոր տվյալները մանրամասն ներկայացված են ու հետեւաբար իրանք հայտնվում են այս քարտեզում։ Քարտեզից հետո արդեն կապույտ լինկերով գալիս են այն վեբսայթները, որոնք որ ունեն արդեն իրենց digital տարբերակը։ Սա local keyword-ի օրինակ է, իսկ եթե օրինակ դիմացից ավելացնում ենք ուղղակի online բառը, Google-ի տեսքը փոխվում է, այսինքն ռեզուլտատի տեսքը փոխվում է ու բերում է մենակ այն դեղատները, որոնք որ ունեն վեբսայթ։ Սա կուզեի այս մասին, սրան շատ մեծ ուշադրություն դարձնեին keyword research-ի ժամանակ, որպեսզի կարողանային տարբերակումը մտցնեին local ու online keyword-ների, որտեղ սա շատ կարևոր է, հետո մենք էլի խոսալու ենք local keyword-ների մասին, թե ոնց է պետք իրանց օգտագործել։ Հիմա անցնենք ինդուստրիաներին, ունենք e-commerce ինդուստրիա, ունենք service ու food։ Ստեղ կարող եք տեսնել ցախ սյունյակում keyword-ները, իսկ աճում այն թվերը, որտեղ ինչքան որ ամսական միջինացված թվով ման են գալիս մարդիկ այս բառերը։ Օրինակ iPhone մի հատ ես բան ասեմ, ուրեմն ժողովուրդ ջան, ինչ ենք փորձել սրանով ցույց տալ, այնա որ իրոք մարդիկ search են անում Հայաստանում Google-ում մարդիկ search են անում ինչ որ բան են փնտրում։ Հիմա փորձել ենք առանձնացնել, ասենք e-commerce-ում ինչեր են ընդհանրապես մարդիկ search անում ամենայն հայտնի keyword-ները, բայց ինքը sense որոշակի keyword-ներ է, որ դա sense ընդհանուր լոգիկա ու պատկերացում կտա, որ e-commerce-ից կամ որոշակի search-եր, չգիտեմ, ավելի սերվիզային մակարդակում մարդիկ ինչ են search անում եւ այլն, բայց շատ լայն search-եր կան, մենք մի քանի վեբսայթի օրինակով ավելի ուշ վեբինարի ժամանակ կնայենք, սա ոնց որ են teaser-ն է, էլի, թե ինչեր են մարդիկ search անում, մոտավորապես ինչ վոլյումներ ունեն։ Հա, ուրեմն այս e-commerce-ը ամենահետաքրքիրներից է, որովհետև ստեղ են ավելի շատ մեծ keyword-ներ մարդիկ ման գալիս ու վարիացիաներն են տարբեր, օրինակ iPhone 16-ը 26000 search volume ունի, իսկ iPhone 17-ը նոր է հայտնվել, բայց արդեն 2400 search volume ունի, ու ստեղ արդեն օթորակիչ են 2300 ման գալիս, ծաղիկներ 1700 մի խոսքով, այսպես լիստը իջնում է ու ունենք այսել on-line դեղատունը, որի մասին քիչ առաջ խոսացինք, 500 search volume-ով, իսկ հենց դեղատունը 1000 են ման գալիս։ Ստեղ մեկ էլ կուզենանք խոսենք Չիկագոյի ու Հայաստանի տարբերությունը, վերցրել ենք Չիկագոն որպես քաղաք ու համեմատել ենք մի 3 հատ keyword, զուտ որ ցույց տանք, որ Ամերիկայի ու Հայաստանի մեջ շատ մեծ կա տարբերություն, որը բնական պատճառները, որտեղ Չիկագոյում Google-ը ավելի տարածված է մարդկանց մեջ որպես աղբյուր ինչ-որ բան ման գալու, գնողունակությունն է Չիկագոյում բարձր ու sense մի շարք պատճառներ, բայց օրինակ որ վերցնենք հենց նույն iPhone 16-ը, մեր մոտ 26000 է, Չիկագոյում 40000 է, աշխատանք Երևանում 4600 Հայաստանում է, Չիկագոյում Jobs in Chicago 6300 է, Birthday Cakes 3000 ու համապատասխանաբար Հայաստանում 1500։ Այսինքն
եթե հաշվի առնենք այն բոլոր հանգամանքները, որ Չիկագոն մի քիչ ավելի գնողունակություն եւ Google-ի տարածվածություն, ինձ թվում է այս տարբերությունները շատ նորմալ տարբերություններ է ու կարելի է դրական տրամադրվել SEO-ին Հայաստանում։ Ու մոտավորապես ինչ ենք հենց Չիկագոն ընտրել, այնա որ մոտավորապես Չիկագոյում ու ընդհանուր Հայաստանում մոտավորապես նույն population-ն է, 2.7 միլիոն կարծեմ Չիկագոյում է, մոտ չգիտեմ վերջին տվյալներով ինչքան ենք մենք 3 ու քանից, բայց մոտավորապես հա նույն բնակչություն նույն քանակն է, բայց հիմնական բանը համեմատական է այն պատճառով, որ նույն բնակչության ծավալով երկու քաղաք, հա, ինչ ոնց է համեմատվում սրճերը իրար հետ, արդյոք այնտեղ նույն բաները, նույն բնակչության մակարդակով ավելի շատ են սրճանում, ու այս ցույցը իրականում այս որ հիմա ես նայում եմ, սա առաջին անգամ եմ ես տեսնում, իրական բավականին լավ ռեզուլտատ է։ Իմ կարծիքով, վաղակ չգիտեմ դու ինչ ես մտածում, բայց իմ կարծիքով բավականին ռեզուլտատ է, որովհետև իրանք նենց չի, որ անհամեմատելի են։ Այսինքն այնպես չի, որ Հայաստանում search չեն անում Google-ով ու մենակ social media-ն է, այսինքն կա հարթակ բիզնեսների համար, որպեսզի invest անեն այս channel-ում։ Ճիշտ է, բնականաբար կախված է keyword-ից, կախված է սֆերայից, բայց այնպես չի, որ market չկա Հայաստանում։ Ես էլ հենց այդ կարծիքին է, որ այդ տարբերությունն էլ եթե կա, շատ բնական տարբերություն է ու պատճառներն էլ ոնց որ կան, թե ինչի այդ տարբերությունը, բայց չգիտեմ, ինչ-որ ժամանակի ընթացքում կարանք մոտենանք այդ տարածվածությանը, ոնց որ չգիտեմ, Ամերիկայի ամենազարգացած քաղաքներից մեկն ենք, հա, վերցրել Չիկագոն, ուղղակի կարանք մի քիչ ավելի ուրիշ քաղաք վերցնենք, բայց բնակչությունով մոտ հենց 3 միլիոնին մոտ քաղաք այնց հարմար չկար Չիկագոն, ոնց որ ամենա լավ օրինակներ, որ կարայինք ստեղ ցույց տայինք, էլի։ Անցնենք առաջ, սերվիսի keyword-ներին անցնենք, ստեղ ինչ-որ կոնկրետ բիզնեսի տեսակներ չենք վերլուծել, այլ ուղղակի փորձել ենք sense տարբեր keyword-ներ ցույց տանք, որ ավելի պարզ լինի, թե ինչքան կարա տարածվի SEO-ն տարբեր բիզնեսների վրա, հա կարող է ինչ-որ ինդուստրիաներում, ինչ-որ բիզնեսի տեսակների դեպքում շատ ավելի քիչ տեղին լինի, բայց ընդհանուր առմամբ ինքը sense լայն տարածում կարող է ունենալ, օրինակ, չգիտեմ, աշխատանքային շուկայում հենց աշխատանք բառը մարդիկ Google-ով 9200 անգամ են ման գալիս, աշխատանք Երևանում 4600, աշխատանք Գյումրիում 2100, բնակարանների ինդուստրիայում վարձով բնակարան 3300 ու ստեղ են մի տարբերություն, սրա մասին էլի խոսելու ենք, որ հայատար ու լատինատար հայերենով, այսինքն երկուսն էլ մեծ համարյա հավասար քանակի ման են գալիս մարդիկ, այս էլ ոնց որ Հայաստանի շուկայի առանձնահատկությունների մասին է խոսում, մարդկանց վարվելակերպը, իրանք ոնց են ման գալիս, չգիտեմ, մանկական ներկայացումներ 500, ստեղ բանկային ոլորտի հիպոթեկային հաշվիչ 1100, մաքսազերծման հաշվիչ ու վերջին ինդուստրիան, որ նայել ենք, դա ուտելիքների ինդուստրիան է, որ ուղղակի մարդիկ Google-ով ման են գալիս ու կան ռեստորաններ կամ հենց ուտելիքի առաքման կազմակերպություններ, Glovo-ն, Menu.am-ը եւ նմանատիպ բաներ, որոնք որ այս keyword-ներով Google-ի արդյունքներում հայտնվում են, ու ստեղ որ նայեք էլի թվերը բավականին մեծ են, այսինքն այս շուկայում էլ կարող են մարդիկ SEO-ով զբաղվել։ Այսքանը keyword-ների մասով, եկեք անջատեմ էկրանը։ Ինչ կարաս ասես հիմնականում վարքագծային տարբերությունների մասին, Վահագ ինչ ես կարծում, ասենք Ամերիկա կամ ընդհանուր եվրոպական երկրներ ու հայաստանյան երկրներ, երբ որ գալիս է search-ին, հա, որովհետև շատերս, երբ որ search ենք անում ինչ-որ մի բան, օրինակ ասենք մի քանի օր առաջ մեր օֆիսի համար ջրի այդ սարքից էինք ման գալիս ու online search էինք անում, բայց երբևէ միտում չենք ունեցել online գնում կատարելու։ Մի քիչ կասես այդ պահերը ոնց է կազմակերպվում ու ինչն է տարբերությունը։
Ուրեմն տարբերություններ կան նախ վերջնական որոշում կայացնելու հետ կապված, այսինքն գնելու կամ այդ սերվիսից օգտվելու հետ կապված տարբերություններ էլ կան հայկական շուկայում, որ գտել ենք ու տեսել ենք, ու կան նաև հենց մանգալու research անելու, կոպիտ ասած, վարքագծի տարբերություն հենց Հայաստանում, եթե համեմատենք հենց ամերիկյան շուկայի հետ, ու ամենակարևոր վարքագծային տարբերությունները հենց այդ գնելու process-ի մեջ է, եթե օրինակ մարդը օգտվում է e-commerce պլատֆորմից, գնացել է ինչ-որ մի հատ վեբսայթ, որտեղ որ ապրանք են վաճառում, շատ հավանական է, որ հենց on-line գնում այդ մարդը չի կատարելու մի քանի պատճառներով, այս այդ պատճառների մասին կխոսենք, բայց սա նաև ոնց որ այդ կազմակերպության համար կարա մեծ դեր հանդիսանա, որ այդ մարդը վերջում կգնա իր խանութից ֆիզիկապես կգնի այդ ապրանքը, որովհետև ինքը նայել է մի քանի վեբսայթներ, համեմատել է գները, ապրանքների նկարներն է նայել, նկարագրությունը եւ այլն, ու վերջնական ընտրությունը կատարել է այդ X կազմակերպությանը ու գնաց է հասել է իրանց խանութ։ Ուրեմն ինչի համար կարան մարդիկ չգնեն on-line, այլ գնան խանութ, առաջին պատճառներից մեկը դա, որ մարդիկ հույսները դնում են, որ գնան խանութ, կարող է գնի փոփոխություն տեղի ունենա, այսինքն խոսան անգլերեն բառով ասեմ negotiate անեն գինը ու վերջում իրենց ուզած գնով առնեն, իսկ on-line-ի դեպքում այդ տարբերակը չի աշխատում։ Վստահության խնդիրներ ունեն, այսինքն առաքման հետ կապված, ապրանքի որակի, այսինքն որ կարող անորակ ապրանք իրանց առաքեն ու մեկ է վճարման հետ կապված խնդիրներ, որովհետև մարդկա օրինակ 400,000 դրամանոց օթորակիչ չի ուզում on-line առնի, որովհետև ինքը 400,000 դրամ չի ուզում վճարի, այլ խանութում էլի քարտով կամ կանխիկով կգնի։ Ու մեկ էլ փոքր երկրի ոնց որ սինդրոմներից մեկն է, որ մարդիկ գիտեն բոլոր իրանց հետաքրքրող խանութների լոկացիաները, հասցեները ու ուղղակի գնում են այդ խանութից առնում են, այսինքն on-line գնման կարիք չկա, շատ հեռու չի խանութը իրանց տնից ու բացի դրանից էլ ոնց որ չգիտեմ, շուտ ժամանցային բան կարա լինի դա իրանց համար։ Ինչ վերաբերվում է մանգալու process-ին, այսինքն ինչպես տարբերությունը ամերիկյան շուկայի ու հայկական շուկայի մեջ, այստեղ 3 լեզվի առկայությունն է, այսինքն հայերեն, ռուսերեն, անգլերեն, բոլոր լեզուներով այդ բառերի վարիացիաները կան ու նկատել ենք, որ մարդիկ համարյա թե հավասարաչափ կարող են ման գալ։ Նո հավասարաչափ հայերեն բառը լատինատար հայերենով հավասարաչափ են ման գալի, ռուսերենը մի քիչ ավելի քիչ, անգլերենը ռուսերենից ավելի քիչ։ Սա էլ առանձնահատկությունների մասով Հայաստանի շուկայում։ Իսկ եթե լեզուների մասով նայենք, ըստ քեզ կամ ըստ ինչ որ դու ուսումնասիրել ես ու տեսել ես հայաստանյան շուկայում, ինչ լեզուներ պետք է վեբսայթը ինչ լեզուներ պետք է ունենա եւ երևի մի քիչ տեխնիկապես խոսանք, ինձ թվում է հետաքրքիր կլինի ստեղ հավաքվածներին թե ոնց տեխնիկապես է ապահովել, որովհետև տարբեր լեզուների մեջ տարբերություն կա, թե որ լեզուն Google Search կանի ու ոնց պետք է տեխնիկապես այդ ամեն ինչը կազմակերպել։ Եվ ժողովուրդ ջան, իրականում շատ հետաքրքիր թեմա ենք խոսում, նենց բան, որ կարող է բոլորիդ համար ակտուալ է։ Կոմենտներում հարցեր տվեք, եթե կոնկրետ սպეციფიկ հարցեր ունեք կամ ինչ-որ case ունեք, ուզում եք լուծեք, չգիտեք ոնց լուծեք, կարող եք այդտեղ գրեք, մենք ոնց որ կնայենք ու կքննարկենք այդ ամեն ինչը։ Տեխնիկական տեսանկյունից նախ սկսեմ նրանից, որ լեզուները այդ 3-ն են, որոնք որ Հայաստանին համապատասխան են, հայերեն, ռուսերեն, անգլերեն, այսինքն 3 լեզուներով թարգմանված բոլոր էջերը պետք է ունենալ։ Տեխնիկական տեսանկյունից ավելացնում ենք ուղղակի hreflang tag-ը, եկեք դրա օրինակը ես ցույց տամ, հեսա կիսեմ իմ էկրանը։ Ինքը լրիվ բացատրես hreflang-ը ինչ է իրենց ներկայացնում։ Իր նպատակը նախ բացատրեմ, իր նպատակը այն է, որ Google-ը նախ չճանաչի
մեր տարբեր լեզվով էջերը որպես կրկնակի content, duplicate content, որը որ թեմա Google-ի օրենքներին, իսկ երկրորդ կարևոր պատճառներից մեկը, որ ուղղակի երբ որ անգլերեն keyword-ով ման ես գալի research ես անում կամ ման ես գալի քո ուզած product-ն ու service-ը, Google-ը ցույց տա քեզ հենց անգլերեն լեզվով տարբերակի էջը, ոչ թե անգլերենով ման գաս, հայերենով ցույց տա, այսինքն դա սիգնալներ է, կարևոր սիգնալ է Google-ի համար, որ ինքը տարբերակումները զգա քո էջերի լեզուների մեջ։ Իսկ դրա օրինակը հիմա էկրանս կիսեմ ու ցույց տամ։ Այսպիսի այսենց կոդ է լինում, որը որ դրվում է մեր էջի header-ում ու արդեն Google-ը բոլոր մեր լեզուներով էջերը կարողանում է տարբերակի, որ հայերենով որն է, ռուսերենով որն է, անգլերենով որն է ու համապատասխան keyword-ի արդեն արդյունքները օգտատերին ցույց է տալիս։ Իսկ մենք ունենք ստեղ բանը մերին հարցնում է, եթե ունենք e-commerce, ոնց անենք լեզուների հատվածը, հայկական ինչ-որ օրինակ ունենք, հենց Reflanger դրած, որ կարանք օրինակով ցույց տանք։ Ես չունեմ տենց օրինակ, որ հենց հայկական տուրիստականի վրա օրինակ, թե ուղղակի Հայաստանի վեբսայթ։ e-commerce-ի վրա։ Եթե չեմ սխալվում, vegan-էլ ու restaurant-էլ ունեն Reflang, կարաս մի հատ այդ բացես ցույց տանք, բայց սա մի րոպե։ Տեսնենք ինչ արած։ Շատ սիրուն Reflanger ունեմ, հեսա բան անեմ, share անեմ screen-ից ցույց տամ ժողովուրդ ջան։ Ինձ կասեք, եթե երևում է իմ screen-ից։ Այո, երևում է։ Vega-ի վեբսայթում ենք, որպես զուտ օրինակ։ Պետք է գնանք իր source code-ը, add click view page source, այս իր source code-ն է։ Source code-ի մեջ մենք պետք է մանկանք Reflang։ Reflanger-ը իրանց 3 հատն են։ Հիմա իրանք ունեն 3 լեզու՝ անգլերեն, հայերեն ու ռուսերեն, հա։ Ինչ է այսի նշանակում։ Իրանք պատկերացրեք հայերեն լեզվի համար, եթե հայերեն դնեմ, իրանց default-ն է, չէ, default-ը չի, AM-ն է։ Հիմա ինչ վեբսայթ ես բացեմ, ինքը այս AM-ը մեջը լինել, ինչ edge բացեմ, այս AM-ը լինելու է։ Նշանակում է սա հայերեն տարբերակն է վեբսայթի, որը նշանակում է, եթե ինչ-որ մեկը ման է գալիս աթոռներ, ինքը պետք է ցույց տա աթոռների, ինքը պետք է հասկանա, այսինքն ես իրան ռեգուլիրովկան sense ասած տալիս եմ, որ եթե մարդը search անում AM հայերենով, AM-ով, հայերեն, ցույց տուր իրան իմ AM վերսիան, որտեղ իմ բոլոր URL-ները պետք է /am-ով լինեն, հա։ Հիմա, այսինքն նշանակում է, եթե ինչ-որ մեկը AM ման եկավ հայերենով, այսինքն աթոռներ, իրան ցույց տուր իմ AM վերսիան, այսինքն նեկանք նույն edge-ին այստեղ, որը իրանց AM-ն է, բայց այստեղ ինչ-որ մի բան է արած, Vega-ի վրա տեխնիկական խնդիր գտանք, canonical-ը սխալ է դրած, HTTP-ի վրա, թե Vega-ից մարդ կա, կարաք փոփոխեք, okay, բայց այդ Vega-ի վրա չէր, Vesta-ի վրա էր գնացել, դրա համար տղից թվում է իրեն կարող Reflang չունենալ։ Մի հապա, բայց չէ, Vesta-ն է, բայց HTTPS-ը Չէ, նկատի ունեմ Vesta-ն կարող է նորմալ Reflang-ը չունի, գնա Vega-ի էջը, որ այնտեղ տեսնենք Vega-ին ենք մենք նայել, որ Reflang ուներ։ Հա, մի հապա, սխալ բան եմ, Vesta-ն եմ բացել, նման է ճիշտ է, հա։ Vega, ահա։ AM, okay, հետաքրքիր է, իրանք ունեն, հա, նույն edge-ն են, լեք, URL-ներն է։ Հյուրասենյակի կահույք, աթոռներ, okay։
Եկանք նույն edge-ը ու իրանց, всё, canonical լրիվ շատ ճիշտ դրած է, title-ը դրած է, description-ները դրած են, այս էլ ոնց որ ասեցի իրանց բանը անում։ Հիմա եթե ես մանկամ chair, love chair, Armenia, հեսա վեգանը, իրա արդեն, եթե անգլենով սրճայացի, արդեն իրա անգլեն տարբերակն է բերելու, վեգանա չէ, ճիշտ է, իրա chair տարբերակն է, այս ամեն ինչն է EN-ն է գալիս, կառավարվում է նրանով, ու էսի էլի նշանակում է, եթե մարդ սրճանում անգլենով, դուս դուր իմ անգլեն տարբերակը, խնդրեմ, եթե մարդը մանա գալիս հայերենով, դուս դուր իմ հայերեն տարբերակը, խնդրեմ, և նույնն էլ ռուսերենով, ռուսերեն, ու հիմնականում, քանի որ այս 3 լեզուն է կիրառվում, շատ դեպքերում այս էլ հիմնական 3 լեզուն պետք է լինի, սենց ինստրուկցիա արած։ Նարինեի հարցին պատասխանենք լեզուների հետ կապված, պետք է edge-երը թարգմանել ու ունենալ տարբեր լեզուներով բոլոր edge-երը, այսինքն homepage, product-ի edge, collection-ի edge, բլոգներ, կապ չունի, ինչ տեսակի edge ունես, պետք է բոլորը թարգմանված լինի ու տեղադրված լինի կայքում նորվա Մարիայի նշված տեխնիկական փոփոխությունները անելու հետ։ Այսինքն Google-ը ավտոմատ չի թարգմանելու edge-ը ու edge-եր չի գեներացնելու, բայց կա նաև տարբերակ, եթե օրինակ հայերենի edge-ի վրա ես եկել ուզում ես անգլերենը տեսնել, աջ կլիկ ես անում, տակը translate page-ս տալիս, ինքը թարգմանում է, բայց դա ուղղակի Google-ը իր ալգորիթմով թարգմանում տալիս է, դա կազմակերպության կամ վեբսայթի կողմից տրված թարգմանությունը չի, դա Google-ի կողմից թարգմանված տարբերակն է, որը որ SEO-ի հետ կապ չունի, այսինքն դա ուղղակի այդ միանգամվա process է։ Հիմա նայեք, Ժորժ, ստե մի հատ նյուանս կա։ Հայերենը, մի րոպե, screen share։ Google-ը ունի իր մեջ, այսինքն ունի translator, եթե օրինակ ես այս website-ում եմ, ինքը չունի անգլերեն վերսիան, ես հայերեն բացարձակ չեմ հասկանում, ինչ որ Ամերիկացի եմ, եկել եմ Հայաստանում եմ ապրում, ինչ որ աթոռ եմ ման գալիս, նորին բարձած տան համար։ Հայերեն բացարձակ չեմ հասկանում։ Ես ավտոմատ կարամ այս edge-ը թարգմանեմ translate to English։ Նայեք։ Բայց ինքը URL-ը չփոխվեց, ես էլ հայկականի վրա եմ։ Այսինքն sense թե նենց, այստեղ շատ դեպքերում այս էլ է հայտնվում English, հետո կարամ փոխեմ Armenian, բայց ինքը edge-իդ վրա է փոխում, նայեք, ինքը edge-ն է, ինքը նոր edge չի գեներացնում։ Այսինքն եթե ես չունենամ իր անգլերեն edge-ը, որը կլինի օրինակ այս մեկը, անգլերեն վերսիան EN-ով։ Ինչքան էլ սա թարգմանվի անգլերեն բրաուզերի մակարդակում, IS մակարդակում, բրաուզերը ինքը իրանով թարգմանի ու լավ էլ թարգմանում է իրականում, մեկը անգլերենով եթե chairman եկան, դու չես հայտնվելու այս թարգմանության edge-ով, որովհետև դու չունես հատուկ իրան համապատասխան edge, հատուկ իրան համապատասխան edge-ը այնա, որ դու անգլերենով ունենաս թարգմանած այս վերսիան, ու արդեն սա, այս URL-ը, որ մենք SEO-ում կոչում ենք absolute URL, այսինքն, որ ինքը dedicated մի հատ URL ունի։ Այս սա նոր կսկսի rank անել chairs keyword-ով Հայաստանում։ Մեր ամերիկացի ընկերոջ համար։ Так. Մեկ էլ մի օպե, ստեղ մերին էլ է հարց տվել, ես օրինակ դժվարանում եմ տուրիզմի ոլորտի SEO անելուց լինկեր բերելու մեջ, բայց ասել եք մեծ վեբինար ուզում եք կազմակերպել այս մասով։ Այս այդ վեբինարն է, մեր ջան։ So մի քիչ որ մնաք, բեքլինքերի մասով մի երկու բան կասեմ։ So երբի առաջ շարժվենք, լեզուների մասն էլ խոսեցինք, իրականում ստեղ մի հատ հետաքրքիր թեմա կարանք բերենք, իսկ լավ, մենք ունենք օրինակ հայերեն վերսիան վեբսայթի, Վահագ, ու ինքը ասենք պատկերացրա վեգանը,
մեծ ինչ-որ e-commerce-ա, ունի հազարավոր էջեր, կատեգորիաներ, պրոդուկտներ եւ այլն։ Ես ունեմ այդ բոլոր պրոդուկտների հայերեն վերսիաները ու սարքել եմ հայերենը։ Ոնց կարամ այդ մասշտաբի մեծ վեբսայթը թարգմանեմ ռուսերեն եւ անգլերեն։ Ինչ խորհուրդ կտաս։ Դե կան տարբեր տարբերակներ, այսինքն կարաս ուղղակի թարգմանիչի միջոցով կամ content writer-ով, որ երկու լեզուներին էլ տիրապետում է, որը որ մի քիչ ավելի թանկ տարբերակ կլինի, բայց կան նաև localization tool-եր ու CMS-ների մեծ մասը, օրինակ Shopify-ն էլ WordPress-ն էլ հենց ունեն իրենց մեջ տենց ծրագրեր, որոնց միջոցով կամ Webflow-ն էլ ունի, եթե չեմ սխալվում, այդ tool-երի միջոցով կարող ես քո բոլոր էջերը քո ուզած լեզվով թարգմանել, հետո ինչ-որ փոքր էդիթինգների միջոցով բերել վերջնական տեսքի քո էջերը, այսինքն այն կարևոր մեծ էջերի մասին է խոսքը, թե չէ պրոդուկտների քանակը եթե շատ է, տենց չես կարա բոլորը հատիկ-հատիկ փոփոխությունները քո անես, բայց կան tool-եր, որը որ ավտոմատացնում է այդ գործը քո բոլոր ցանկացած լեզուներով էջերը ունենալու համար։ So, tool-երի ժողովուրդ ջան, կարաք նայեք Weglot, մենք հետո մեր Telegram-յան ալիքում կուղարկենք այդ tool-երի լիստը, Weglot կարաք օգտագործեք, ինքը կա ինտեգրվում եւ Shopify-ի հետ, եթե չեմ սխալվում, հաստատ ինտեգրվում է Shopify-ի հետ, WordPress-ի հետ, հաստատ կունենա custom ինտեգրացիաներ եւս, եթե custom գրած website է, կարաք օգտագործեք G-Translate, որը էլի բավականին լավն է ու իմ կարծիքով շատ ավելի մատչելի է, քան Weglot-ը, կարաք օգտագործեք ChatGPT, որը երևի ամենահեշտն է ու բավականին էլ լավ թարգմանում է, ուղղակի այնտեղ մի քիչ մանյուալ գործ պետք է լինի, որ իրականում բոլոր tool-երը, որ օգտագործեք, թե Weglot ինչքան է լավ թարգմանի, մեկը մարդու ոնց որ sense նայել պետքա, որ make sure անես, որ ամեն ինչը ճիշտ է, բայց այս tool-երը կարծեմ հենց G-Translate-ն էլ Weglot-ն էլ ինչով են լավ, որ միանգամից այս ref lang-երը, որ ցույց տվեցինք, դրանց խնդիրներն է միանգամից ավտոմատ լուծում էջերի վրա դնում է, ու երբ որ նոր edge-ես ինչ որ ավելացնում հայերենում, ավտոմատ ինքը գեներացնում է URL-ը ու թարգմանում է edge-ը ու publish-ը լինում, այսինքն լիքը գլխացավանքից իրանք փրկում են, բայց իրանք monthly subscription-ներ են, էլի, դու պետքա երևի traffic ունենաս ու արդեն ինչ որ մի ձևով մոնետիզացնես website-ը, որ sense confident վստահաբար գնաս այդ tool-երը ձեռք բերես, ճիշտ է, իրանք շատ թանկ չեն, բայց ամեն դեպքում էլի ծախսեն ամեն ամիս։ ChatGPT-ն էլ է շատ լավ թարգմանում, Claude-ն էլ է շատ լավ թարգմանում, Gemini-ը չեմ փորձել, լավ թարգմանում է թե չէ, բայց սրանք են, որ կարաք օգտագործեք թարգմանությունների հետ։ Այստեղ մենք էլի հարցեր ունենք։ Իսկ եթե թարգմանությունները ավտոմատ թարգմանում է WP կամ Shopify, դա չի հասկանում որպես AI Google։ Իրականում մենք կարող հասկանում է AI, լավ, եկեք մի հատ AI-ից մի հատ sense մի բան ասեմ։ Ըստ Google-ի, ըստ բոլոր տեղեր, այսինքն մի տարի առաջ, տարեգրես առաջ Google-ը եկավ ասեց, որ AI content-ը no, շատ վատն է եւ այլն, մի օգտագործեք AI ընդհանրապես մի օգտագործեք content գրելուց, we will penalize you։ Դրանից հետո մի տարի անցավ ու հասկացա, որ sense-ս բոլորը մեկ AI օգտագործում են, այսինքն կապ չունի ինչ ասեն։ Ինքը ասեց, okay, համոզեցիք, լավ, AI կարաք օգտագործեք, բայց AI-ով եւս գրած content-ը պետք է make sense անի, այսինքն ինքը չպետք է ինչ-որ sense խուճուճ, sense ծեխ, sense ինչ ասեմ, ռոբոտացված content լինի, պետք է մի քիչ effort դնեք դրա մեջ, որ լավը սարքեք content-ը։ Հիմա մենք օգտագործում ենք Lupex-ում AI։ Մենք չենք օգտագործում, ասենք, մենք չենք օգտագործում AI-ն level-ի, որ գնանք ChatGPT-ին ասենք, մեր համար, չգիտեմ, աթոռների մեր կատեգորիայի համար description գրի։ SEO-ի description գրի ու վերցնում ենք copy paste ենք անում դա ու ասում ու մենք մեզանից շատ ուրախ ենք լինում։ Բացարձակապես AI-ը այդ մակարդակով երբեք չպետք է օգտագործվի։ Նայեք, AI-ը շատ լավ է գրելու համար։ Եթե միտքը գալիս է ձեզանից, օրինակ ասում ես, որ
մոտավորապես ես ուզում եմ SSS ձևով գրվի, ուզում եմ SSS տոնով գրվի, ես չեմ ուզում այս բառերը օգտագործես մեր մեջը, որ շատ AI-ական է, ես չգիտեմ, ուզում եմ, այս իմ լավ օրինակներն են իմ competitor-ներից, չգիտեմ, իմ գրած, դեռ դուք կարաք մի հատ լավ վերսիա գրեք, կատեգորիայի համար կամ ինչ-որ կոնտենտի համար, տակ այդ AI-ին ասեք, ես ուզում եմ, որ մնացած իմ կոնտենտների, որ դուք սարքես, իր voice style-ը այդ ամեն ինչը լինի այս մի իմ ideal content, մենք տենց ենք իրան անվանում, սրա նման, այսինքն շատ տարբեր ձևեր կան, որ կարաս utilize անես AI-ը, որ ստանաս որակով content, որովհետև իրականում content գրելը հեշտ բան չի, օրինակ ինձ ես կարող եմ ինչ-որ մի article-ի վրա, եթե ես ինքս գրեմ, բնականաբար ոչ մեկս երևի ստեղ շատ քիչ մարդ կլինի, որ native speaker-ը անգլերենին, ու ինչքան է լավ անգլերեն իմանաք, մեկը անենց չես գրել, ոնց որ Ամերիկայում native speaker-ը, so still քեզ պետք է լինելու ինչ-որ չափի AI, so AI կարաք օգտագործեք, բայց որոշակի extent-ի ու որոշակի ձև, AI-ը չպետք է ձեզ replace անի, ձեր միտքը replace անի, այսինքն AI-ը կարաք օգտագործեք գրելու համար։ Так что, Մերի ջան, մենք ունեցել ենք շատ վեբսայթներ, շատ e-com-ներում համար գրել ենք AI, այս վերջերս հենց հայերի վեբսայթ Ամերիկայում շատ մեծ e-commerce-ը, retailer-ներ, հենց կակրած Վահագն էլ անում է պրոյեկտը, մենք շատ մեծ քանակի, շատ երևի քանի 100 edge 300-ից 400-ի հատվածում ընկած 300-400 edge, մոտավորապես 2 ամիս ինտերվալ կարծեմ, մոտավորապես 4-ից 5 հոգի աշխատել են այդ կոնտենտի վրա, մենք utilize ենք արել մեր train եղած AI-ը դրա համար, շատ արել ենք նաև manual գործ դրա վրա, ու մենք, եթե մոտավորապես անգիրկը հիշես թվերը, կասես մենք ինչքան աճ ենք ունեցել դրանից։ Համարյա 100%, այսինքն մոտ 1000-ից բարձրացավ 2000 օրական տրաֆիկը, էլի։ Օրական տրաֆիկը, որ գալիս է ապացուցումը, որ AI-ն կարանք օգտագործենք, բայց խելացի ձևով պետք է AI օգտագործենք։ Հույս ունենամ Մերի ջան, սա պատասխանեց ձեր հարցին։ Մեկ էլ ստեղ մի բան կուզեի ավելացնել, որ AI-ով պատրաստի լավ content-ը, այսինքն միտք դրած content-ը, որը որ իրանից ինչ-որ բան է ներկայացնում, թարգմանելը ուրիշ բան է, իսկ ուղղակի AI-ին ասել են ես ունեմ sense edge, որի համար content գրի ու ոնց որ իրան չես էլ ասում ինչ տեսակի content-ա քեզի պետք ու ինքը, բայց մեկը կտա այդ content-ը, դրա մեջ տարբերություն կա, այսինքն լավ content-ի թարգմանելը ինքը ուղղակի փոխում է լեզուն, որովհետեւ շատ լավ է անում, ված չի անում ինքը, էլի, ու դրանից հետո այլի փոքր editing-ներից հետո կստանաս այդ թարգմանված քո լավ edge-ի content-ը։ Հիմա մի հատ sense հավես հարց է Հայկը տվել, ամենադժվար հարցը, ոնց համոզենք շեֆին, որ SEO պետք է։ Ոնց համոզենք շեֆին, որ SEO պետք է։ Քանի որ դա իմ հիմնական գործն է ամենօրյա Հայկ ջան, շատ հավես կարամ սրան պատասխան տամ։ Ամեն ինչը նայեք, ժողովուրդ ջան, business owner-ների համար, եթե դուք ուզում եք ամոզեք, որ պետք է իրանց SEO, դուք չեք գնաք ասեք, ձեզ պետք է SEO։ Դուք պետք է ամեն ինչը գալիս է ROI, եթե դուք կարաք այդ ամեն ինչը վերածեք թվերի ու ցույց տակ, թե ինչ կարա մարդը ստանա իրանց ինվեստարացի դիմաց, այդ ժամանակ ինչ որ համոզելու տեղ կունենաք։ Ես կարամ մի հատ sense հավես օրինակ բերեմ, ինձ խնդրում եմ օգնես Վահագ ջան, մենք sense իրար հետ հաշվարկ անենք, այս կարող է Հայկին օգնի։ Ճիշտ է, թեմայից մի քիչ հեռանում ենք, բայց իրականում շատ հավես հաշվարկ կա, սրա մասին մենք չենք խոսել։ Так, մի հատ այդ քո research-ը կբացես ու ինձ ասես մի բան, օրինակ, մի հատ keyword վերցնենք ու փորձենք շեֆին համոզել։ Պատկերացնենք շեֆը բանը, e-commerce ունի, հա, e-commerce ունի աթոռների ու հենց աթոռները եկեք վերցնենք, հա, աթոռների angle-ը։ Մոտավորապես եկեք search հասկանանք։ Так, Հայաստանում
հենց աթոռները աթոռ 500 մարդ, աթոռներ գներ 200 մարդ, աթոռներ 350 մարդ եւ այլն, միած սա էքսպորտ եմ անում Google Sheets-ում։ Ինչքան conversion կունենա vegan, քո կարծիքով conversion rate կունենա։ Դե conversion-ը ստեղ դժվար կլինի հաշվելը, որտեվ էլի կարող ենք lead որպես այդպեսին գեներացնի, որ մարդը գնա իր store, բայց online հենց գնում տեղի չունենա։ Դրա համար ինձ թվում է conversion-ը դժվար կլինի հաշվելը։ No average conversion rate-ը ասա բան e-commerce-ների։ Սենց եթե բանով հա նայենք Թվում է vegan որ տենց top 3-ում է իր keyword-ներով rank լինում, իսկ 10%, եթե conversion 7-ից 10% լինի։ Սեղաններ, այս աթոռները, սեղանները հանում, ուզում ստեղ search-երի քանակ հասկանամ մոտավորապես։ Մոտավորապես, հա։ Ասենք պատկերացնենք, վեգա կահույք ես մեծնել կհանեմ։ Լավ, պատկերացնենք 6300 search կա ամսական, okay? 6300 search կա ամսական։ Search number։ Հիմա, եթե դու rank եղար ես բոլոր keyword-ներով, էլի, ժողովուրդ համարում ենք շեֆին։ Գնում ենք present ենք անում, ասում ենք շեֆ ջան, այս 6300 մարդ ամեն ամիս մեր աթոռներն աման գալիս։ Մենք ունենք, ասենք, տարբեր տեսակի աթոռներ։ Տնային, խոհանոցային, օֆիսային եւ այլն եւ այլն։ 6300 հոգի ամսական ման է գալիս։ Մեր e-commerce-ը Google Analytics-ից կամ չգիտեմ, ըստ մեր վաճառքների տվյալների եւ այլն, պատկերացնենք 3.5%-ով convert-ա լինում։ Լավ 2.5 տեղ ուղղակի կգնամ։ 2.5%-ով convert, այսինքն այս չգիտեմ, ամեն մի 100 հոգուց ով որ գալիս է մեր խանութ կամ ամեն 100 հոգուց ով որ վիզիտ անում մեր store-ը 3-ից 4 հոգի առնում է։ Okay։ Հիմա գնում ենք աթոռներն ենք նայում 16.9, 18 քանիս, 26 քանիս, 28, նու շատ բան են, 28, 16 քանիսից սկսեցինք, մինչև երրորդ edge-ը կմտնեմ, ոնց հասկացա իրանք աճում են ամեն edge-ի հետ, 75, 75 գումարած 16, 75 գումարած 16, բաժանած 2, իսեն շատ կոպիտ հաշվարկ եմ, հա, անում, դառնում է где-то, ինչ արեցի սխալ, ինչ-որ մի բան սխալ եմ արել, բաժանած 2-ի անում է 45, այսինքն եթե մեր, սենց ասեմ, մոտավորապես 45,000 է մեր մեդիան մեջտեղի թիվը, հա, թվեր եմ ուղղակի ասում, հիմա կարող եմ մի քիչ ես կոմ, մի քիչ ենքում, սա average order value տնեմ։ Հետո, սրանից հետո, ուրեմն ունենք search-երի քանակը, ունենք e-commerce-ների conversion rate-ը, ունենք average order value։ Հիմա, 6300 մենք hypothetically, ասենք 6 ամիս հետո, մենք լինելու ենք այս բոլոր position-ներում առաջին position։ Բայց եթե առաջին position-ում ես, չի նշանակում ես 6300 մարդով որ search անում, գալու է քո website։ Մոտավորապես կեսն են մտնելու, այնտեղ CTR կա by position, այսինքն CTR-ներ կան, CTR by position SEO, կարճ ասած, եթե դու մոտավորապես 40%, հա, 40%-ը եկան քո website։ Պատկերացնենք այսքանի անգամ 40%-ը։ 2500 մարդ պատկերացրա եկան քո website։ Այսի real քո թիմն է, եթե 6 ամիս հետո բոլորը առաջին position հայտնվես։ 2500 մարդ եկան, եթե մենք գիտենք, որ 2500 հոգուց
անգամ 3.5%-ն են անում գնումը, դառնում է 88 հոգի, ճիշտ է։ 88 հոգի կառնեն։ Եթե մենք ունենք average order value, այս անգամ այսքանն է մեր մեջտեղի գինը, դառնում է 3.969.000 դրամ։ Հիմա դու կարաս այս բաժանես 3 սցենարի, պեսիմիստիկ սցենար, այսի կարաս մեջտեղի սցենար դնես ու լավագույն սցենար։ Կամ կարաս այս լավագույն սցենար դնես, երկու հատ ավելի պեսիմիստիկ սցենար դնես։ Հիմա ինչքան cost ունես SEO-ի վրա ամեն ամիս, պետքա դու տաս քո distribution-ը, ասենք, չգիտեմ, ունես $1,000 կամ թվով ինչքան անում, ասենք 300-400,000 դրամ ես ծախսում SEO-ի ամբողջ քո cost-ը, հա? 400,000 Այս քո ամսական 6 ամիս հետո ստացված revenue-ն է։ Դե դիր հաշվի։ Հիմա սա ձեզ շեֆին ձեր կտա թե չէ։ Okay, Հայկ ջան, երևի այս ամենահեշտ հաշվարկն է, մոտավորապես թվերը, որովհետև էլ եմ ասում, նույնիսկ եթե ինձ գան ինչ-որ մի բան համոզելու, որ ինչ-որ մի բան է պետք անել, ես մեկը թվեր եմ ուզելու։ Վահագին է կան, Վահագներ է թվեր ուզելու, բոլորը թվեր են ուզելու, որովհետև especially business owner-ները այնքան շատ opportunity-ներ ունեն, տարբերակներ ունեն, որտեղ իրանց գումարը invest անեն։ Բնականաբար ուզում են invest անեն այնտեղ, որտեղ իրանք ունեն vision, որ ինքը աշխատում է, կամ previous experience, որ այդ ինչ-որ մի բանը աշխատում է, այսինքն SEO-ն մի քիչ ավելի վերացական է, դժվար է բացատրելը, դժվար է գառանտիաներ տալը, դժվար է այդ ամենը, բայց երբ որ դու մարդուն տալիս ես vision ու հաշվարկների տեսանկյունից, թե դու at least ինչ ես expect անում 6 ամիս հետո որ կկատարվի ու SEO-ն այնպես բան է, որ ինքը եթե դու հասար այդ թվին, ես չի որ մյուս ամիս էլ այդ թիվը չես ունենալու, այսինքն ինքը կարա աճի, ինքը կարա նույնը մնա եւ այլն, ու արդյոք դա պետք է այդ մարդուն շեֆին թե պետք չի։ Մենք ստեղ էլի ունենք հարցեր։ Չէ, ոնց որ սա հարցերը պատասխանվել են։ Այստեղ Մերին մի հատ հարց գրեց, իսկ եթե նույն ապրանքի վրա մի քանի company Google Ads է դնում, ոնց է հասկանում Google-ը ինչ հերթականությամբ դնի կամ հնարավոր է գովազդի ընթացքում էլ տեղերով փոխի։ Նույն ապրանքի վրա հասկանում ես հարցը։ Ну, այսի ավելի շատ Google Ads-ի հետ կապված հարց է, եթե ճիշտ եմ հասկանում։ Ոնց հասկանում Google Ads-ը։ Այսինքն ուզում ասի Google Ads-ի result-ները եթե 3 հատ է, ոնց է որոշում, որին առաջինը ցույց տա, որին երկրորդին, որին երրորդին։ Google Ads-ը մի քիչ ուրիշ ալգորիթմ է աշխատում, որ ավելի շատ փող կտա։ Իրան էլ ավելի շատ է, քլիկի համար ով ավելի շատ գումար կտա, իրան էլ բան կա։ Այնտեղ բիդերով է, այսինքն նույն keyword-ի համար բիդը բարձրանում է, ով ավելի շատ բյուջե է դրել այդ keyword-ի համար, իրան էլ ոնց որ ավելի առաջնայնություն է տրվում։ Так, բայց պետք է relevancy պահես, այսինքն եթե ձեր Google-ը ունի quality score, այնտեղ, այսինքն եթե դու վեստան ես ու վեգան ես եւ այլն ունեք նորմալ աթոռների edge, բոլորը շատ relevant է, արդեն այդ գալիս է թե ինչքան բիդը բարձր կտաս, ոնց որ խոսացինք, ստեղ Հայկը էլի ունի, օրինակ ապրանք կա, որ մարդիկ չեն փնտրում, բայց կարանք social media-ի վիդեոներով CTA դնենք, օրինակ Google-ում գրենք, տենց flows արկելու փորձ ունենք, աշխատող տարբերակ վիդեոներով, բայց կարանք social media-ի վիդեոներով CTA դնենք, օրինակ Google-ում գրենք։ Ես հայերեն հարցեր հասկանալուց լավ չեմ, մտք թարգմանեմ։ Այս հարցը ես էլ չհասկացա։ Որ մարդիկ չեն փնտրում։ Նայ, ես այս Այկ ջան, մի դեպքում էլ եմ ասում, ապրանքը եթե չեն փնտրում, SEO-ն search, demand, supply։ Կա demand-ը դա search volume-ն է։ Հիմա դա աթոռ Հայաստանում ոչ ոք չփնտրի։ Ինչ էլ ուզում ես դու ունենաս ինչ edge, այսինքն եթե աթոռ գրեցին մարդիկ, մեկը եթե edge ունես ցույց է տալու։ Միշտ Google-ը ինչ որ մի result պետք է ցույց տա։ Բայց եթե մարդ չի search անում, ուրեմն անիմաստ է դրա համար ինչ որ մի բանի համար SEO անել։ Օրինակ մենք client ենք ունեցել, որ ժամանակ իրանք առաջիններից էին reusable cotton
ear swab-եր, բադեր, տենց ինչ որ բաներ էին, ականջի փայտիկներ, բայց reusable, այդ դեմքը մաքրող բամբակներից, բայց էլի reusable եւ այլն, որ կարաս լվաս էլի օգտագործել, ոչ ոք ընդհանրապես Google-ում search չեր անում իրանց, բայց իրանք ուզում էին SEO, բայց իրանք այնքան advertising-ով demand գեներացրեցին, ոնց որ այդ մարդիկ need-ը չուներ մարդիկ, այնքան գովազդ դարեցին, այնքան բան արեցին, վերջը այդ need-ը բան եղավ, այդ մարդիկ սկսեցին search անել դրանով, ու ստեղծվեց ոնց որ search demand, եւ երբ որ ստեղծվեց search demand, I think an supply-ը արդեն իրանք կդառնան ստեղ։ Հա, լավ հասկացա ինչ եք ասում։ Նայեք, այս մեթոդը էդի CTR-ի մանիպուլյացիա է։ Էդի вообще-то հայք ջանանում են ավելի դժվար keyword-ների համար։ Դու կարաս theoretically sense ինչ որ մոտեցում տաս, բայց ոնց որ իմաստ պետք է ունենա այդ ձեր արածը, հա, որովհետև եթե օրինակ ոնց որ եթե ձեր հարցը ճիշտ եմ հասկանում, ասում եք մարդ չի փնտրում, օրինակ, չգիտեմ, ինչ որ մի հատ term ասա Վահագ։ Դե ինքո ասես տարբերակի օրինակը կարաս բերես, որը որ այդ մակրող ապրանքի անուն ինչ էր որ մարդիկ չէին փնտրում, հետո սկսեցին փնտրել, էլի։ Դե դրան հայերեն ո՞նց են ասում։ Բամբակ, մակրող։ Մակրող։ Վերաօգտագործվող reusable ո՞նց են ասում։ Всё, լեռնային հեծանիվ չեմ փնտրում Google-ում, մերսի։ Լեռնային հեծանիվ։ Okay, լավ, լեռնային հեծանիվ չեմ փնտրում Google-ում, դու գովազդ արեցիր, մարդկանց մոտ հետաքրքրություն բան արեցիր, ինչ որ արշավների վիդեոներ ցույց տվեցիր, մարդկանց հավեսի գցեցիր եւ այլն, ու ասացիր գնա Google-ում փնտրի։ Այդ մարդը գնաց Google-ում փնտրեց, քո campaign-ի շուրջ, տեսավ քո բիզնեսը։ Ինչ եղավ։ Հիմա դու այդ campaign-ը տանջատես, վաղը չեմ ասում, եթե դու մեծ campaign չես սարքում, որ իրոք search demand գեներացնես, այդ եղավ անիմաստ, բայց եթե search demand կա, այսինքն լեռնային հեծանիվ։ Օրինակ Հայաստանում search են անում որպես լեռների երկիր 15000 մարդ, ու competition կա, այսինքն դու rank ես լինում 15-րդ position-ում, ու չես կարող այդտեղից վերև բարձրանաս, դու կարաս այդտենց campaign անես, որ մարդկանց գովազդ ցույց տաս, ասես գնա լեռնային, ասենք, հեծանիվ search արա, փնտրիր մեզ, գտիր, click արա, մեր վրա կստանաս օրինակ 25% զերծ, այդ կոչվում է CTR-ի մանիպուլյացիա, այսինքն դու մանիպուլացնում ես Google-ին ու տրաֆիկ ես ուղարկում այնց position-ի վրա, որ մարդիկ հիմնականում չեն տեսնելու, ու ինքը բան է դառնում Google-ի աչքում, որ վայ, ինչի մտան երկրորդ edge click արեցին սրա վրա, ուրեմն այս keyword-ի համար այս մի edge-ը relevant է, ուրեմն կսկսենք իրան բարձրացնել, դա CTR-ի մանիպուլյացիան է, դրա համար իրականում Էդի մի տարբերակն անեմ, մի քիչ ավելի թանկ տարբերակն, դրա էժան տարբերակներն էլ կան անելը, էդի մի քիչ ավելի advanced SEO-ա գալիս, CTR booster-ներ եւ այլն, այդ մի քիչ ուրիշ թեմա է։ Բայց հա կարակ անեք, որ դեպքում կարակ անեք, եթե իմաստ ունենա, եթե search կա, եթե չէ, ուրեմն կարակ այդ նույնը անեք, բայց երբ որ campaign-ը անջատեք գովազդի, էլի նույն իտոգին եք էլի հանգելու։ Տանք, ինչ cover չարեցինք, Վահագ, ինչ կուզենք նայենք։ Երևի թե այն ոնց որ կարևոր գործողությունները, որ պետք է անել SEO-ի համար Հայաստանում ու այն ինչը որ պարտադիր չի անել։ Այսինքն այն ինչ որ Ամերիկայում պետք է անել, Հայաստանում կարաս այդքան շատ մեծ ուշադրություն չդարձնես դրան։ Ահա, ուզում ես մինչև այդ դրան անցնելը, եթե ասես 2 րոպե արագ վերցնենք ու բանը search-երը ցույց տանք, ասենք Vega-ի, List.am-ի եւ մի քանի հատ sense մեծ վեբսայթների, որ մարդիկ իրոք հասկանան, թե ինչքան մեծ վոլյումներ կա, որտեղ իրոք մենք էլ չենք պատկերացնում, որ այսքան search volume կա Հայաստանում։ Եկեք կիսեմ էկրանից, մենք 3 օրինակ ենք վերցրել, որոնց Ahrefs-ով դինամիկան էինք ուզում ցույց տանք, համել իրանց տրաֆիկը, հիմա դրա մասին էլ խոսենք։ Հիմա կիսեմ էկրանից։ Երևում է, չէ՞։
Եկեք ուրեմն Red Store-ի մասին խոսանք, ստեղ ուրեմն իրանք տենց շատ մեծ traffic հենց հիմա չունեն, բայց այս screenshot-ով երևում է իրանց դինամիկան ու իրանք բավականին լավ SEO են արել, թե տեխնիկապես, թե content-ի տեսանկյունից, URL-ների ստրուկտուրան, website-ը արագ է, mobile friendly է, մի խոսքով ամեն ինչը նորմալ արած է ու եթե վերցնենք վերջին 2 տարվա իրանց օրգանիկ տրաֆիկը, այսինքն մոտավորապես 3000-ից հիմա աճել է 2 տարում 10000-ի է հասել։ Որը որ շատ լավ ցուցանիշ է 2 տարվա ընթացքում 3000-ից բարձրանալը 10000։ Vegan Հայաստանում ամենամեծ e-com-ն է ու օրինակ իր տրաֆիկը ամսական մոտավորապես 160,000 է հիմա։ Իր տրաֆիկի դինամիկան տենց մեծ չի, այսինքն 2 տարի առաջ ու հիմա մոտ մի 15-20,000-ով ավելացել, բայց ստեղ երևում է, ասենք, պոտենցիալը, թե ինչի կարաս հասնես Հայաստանում SEO անելուց 160,000 տրաֆիկ, որը որ բիզնեսներ կան Ամերիկայում երազում են այդքան տրաֆիկ ունենան։ List.am-ն էլ Հայաստանում ամենաշատ տրաֆիկ հավաքող առանց ինչ-որ կատեգորիայի վեբսայթներից մեկն է ու ինքը ամսական հավաքում է մոտ 500,000-ի կարգի անգամ այս պերիոդում ավել է եղել 550,000։ Այս նրա մասին է, որ կա պոտենցիալ ու այդ թվերը կարան բավականին մեծ լինեն, այսինքն հենց Հայաստանի բնակչության, Հայաստանի Google-ը ոչ այնքան գնահատված տեղ ունենալու միֆերը, որ վերացնենք, այս թվերը հենց դրա մասին է, որ շատ առաջ կարաս գնաս SEO-ով։ Хорошо, այդ դեպքում երևի անցնենք 4 րոպե ունենք, բայց անցնենք best practice-ներին, թե ինչ edge-երի մեջ, յուրաքանչյուր edge-ի մեջ, թե ինչն է կարևոր, որ ուշադրություն պետք է դարձնեն օպտիմիզացիայի մեջ եւ երևի ամփոփենք։ Ուրեմն ամենակարևորի մասին արդեն խոսացել ենք, բազմալեզու վեբսայթեր ունենալու մասին, դրան շատ չեմ անդրադառնա, այդ ամենակարևոր հանգամանքներից մեկն է ու ինչքան վեբսայթներ ուսումնասիրել ենք Հայաստանում, համարյա բոլորը ունեն այդ 3 լեզուները ու իրանց եթե ճիշտ ռեֆրենգեր են օգտագործել, իրանք հենց ճիշտ keyword-ներով այդ իրանց տարբեր լեզուներով edge-երը նորմալ rank են լինում Google-ում։ Երկրորդ կարևոր գործողությունը, որ պետք է անել, եթե local SEO-ով ուզում ես առաջ գնաս, պետք է ունենաս Google Map, GMB account, Google My Business account, մեկ էլ, քանի որ Հայաստանում մեծ մասը օգտագործում են Yandex.Map ու մեքենայով նավիգացիա անելուց Yandex-ի նավիգացիան, պետք է ունենաս Yandex-ում էլի բիզնեսի edge, որը թույլ կտա համ Google-ում, համ Yandex-ում քեզ մարդիկ գտնեն, քո կոնտակտները ունենան, քո հասցեն ունենան, մափում հայտնվես եւ այլն եւ այլն։ Այսի պարտադիր չի դու ունենաս մենակ ֆիզիկական բիզնես, համ on-line-ի դեպքում, համ ֆիզիկականի դեպքում երկու տարբերակներն էլ կարաս կիրառես։ Երրորդ տարբերակը այդ ճիշտ տեխնիկական փոփոխություններն անելն է edge-ում, արագություն, mobile friendly website, URL-ները ճիշտ keyword optimized ու ստրուկտուրան ունենալ գլխավոր կատեգորիայի edge-եր կամ blog post-ի edge-եր ու ոնց որ child page-եր։ Meta tag-երը ու H1-ը պետք է լինեն keyword օպտիմիզացված, այսինքն պետք է կիրառես քո թիրախավորած keyword-ները համ H1-ում, meta title-ում եւ meta description-ում։ Ու մեկ էլ էլի reference-երի մասին խոսացինք, այդ reference-երը պետք է պարտադիր կիրառել, եթե բազմալեզու վեբսայթ ունես։ Անցնենք content-ին, content-ը պետք է լինի EAT բոլոր չափանիշներին համապատասխան, Google-ի նոր ստանդարտներին համապատասխան, կապ չունի blog post ենք գրում, product-ի նկարագրությունը, թե collection-ում ենք content դնում, բոլորի դեպքում պետք է ունենանք որակով, մարդկանց օգնող content, իսկ blog post-երի մասով Հայաստանում կարող է այնքան կարևորություն չունենա blog post-ը ինչքան Ամերիկայում, բայց եթե մեր keyword-ի վերլուծության ժամանակ գտնենք keyword-ներ, որոնք որ
հենց blog post-ի նպատակ ունեն, այդ ժամանակ շատ ճիշտ կլինի, որ blog post-եր ունենանք, ու անգամ եթե չգտնենք էլ blog post ունենալը չի խանգարում, ինքը միշտ քո topical authority-ին բարձր է պահում, Google-ը քեզ լավ ասոցացնում է այդ ինդուստրիայի հետ, երբ որ դու blog post-երով ճիշտ հաղորդագրություն ես ուղարկում քո user-ներին։ Ունենալ ճիշտ նկարներ, ճիշտ վիդեոներ, որոնք որ հենց քո կողմից են ստեղծված, դա բավականին ցանկալի է, ոչ թե ինչ-որ միտեղից վերցրել ենք, AI-ով գեներացված էլի լավ կոնտենտներ նորմալ աշխատում ենք այնպես փորձեր ունեցել ենք օգտագործելու ու ընդհանրապես խնդիրներ չի առաջացնում, եթե նկարը լավ որակով է, բարձր relevancy ունի քո blog post-ի կամ product-ի հետ։ Իսկ ինչ վերաբերվում է backlink-երին Հայաստանում, backlink-ը ինձ թվում է ամենավերջին ստրատեգիան պետք է լինի, մինչև այս բոլոր գործողությունները, եթե այս բոլոր գործողությունները անելուց հետո դու մնացել ես նույն տեղում կամ քիչ ես առաջ գնացել քո ուզած KPI-ներին չես հասել, նոր կարանք մտածենք backlink-երի մասին, բայց պետք չի զուգահեռ ռեսուրսներ ծախսել backlink-երի վրա, քանի դեռ այս մնացած բոլոր գործողությունները չես արել ու քո ուզած ռեզուլտատին չես հասել։ Այսքանն էլ ինձ թվում է մի քիչ sense կարճ ասված ստրատեգիայի մասին, թե ինչա պետք անել, ոնց է պետք սկսել SEO անելը Հայաստանում։ Շատ լավ, Վահագ ջան, շատ շնորհակալ եմ այսօր, որ միացաք, շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այսօր ակտիվ այսքան լավ կոմենտներ ու հարցեր տվեցին։ Ժողովուրդ ջան, մյուս մեր վեբինարը լինելու է շատ մի հատ կարևոր թեմայի մասին, որը digital PR-ն է, ոնց եթե backlink-երի հետ որևէ մեկը կապ ունեք, կամ ուզում եք հասկանաք, թե ոնց կարող եք այն ամենադժվար backlink-երը Forbes-ից, Huffington Post-ից, թե ոնց է արվում, ոնց կարաս feature լինես այդպես տեղերում, որտեղ ոնց գիտեք ինքը ամենաուժեղ ստրատեգիան է SEO-ի մեջ, որ շատ բարդ է, բայց շատ հաջողված ստրատեգիա է, ու շատ քիչ կամպանիաներ ու ագենստվաներ Անում այս մեթոդը միացեք հոկտեմբերի 7-ին մեր Digital PR-ի վեբինարին, որտեղ կխոսենք այս թեմայի մասին, թե ոնց անեք մեծ պուբլիկացիաներում ձեր բրենդը կամ ձեր client-ի բրենդը feature անեք։ Շատ շնորհակալություն շատ լավ feedback-ի համար։ Մենք Վահագ ջան կդնենք Telegram-յան ալիքում մեր այսօրվա այդ tool-երը, Wiglot եւ այլն այդ ամեն ինչը որ խոսացինք translation-ի համար, որ պետք կլինի ձեզ, եւ այսքան լավ մնացեք, ձեզ բարի շաբաթ, կհանդիպենք հոկտեմբերի 7-ին։ Շնորհակալ եմ։ Շատ հաջողություն։